Հոգևոր պատերազմի աղոթք։ Սաղմոսներ 144, 60, 108, 20, 149, 18 հաղթանակային ուժերի դեմ։ Եթե դուք զգում եք, որ պատերազմ է տեղի ունենում ձեր կյանքում, եթե զգում եք անտեսանելի թշնամու հարձակումները, եթե ամեն ինչ կարծես դեմ է գալիս ձեզ, այս պահին դուք ճիշտ տեղում եք։ Այս աղոթքը զենք է հոգոր պատերազմի համար։ Այն 100 հազարավորներ են օգտագործել հաղթանակի համար խավարության դեմ։ Մի փակեք այս վիդեոն, քանի որ այսօր դուք կսովորեք, թե ինչպես կռվել հաղթել հոգոր ռազմի դաշտում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, բարի գալուստ այս հզոր աղոթքի պահին։ Մենք գտնվում ենք հոգոր պատերազմի մեջ։ Առաքյալ Պողոսը գրել է. մենք չենք կռվում մարմնի արյան դեմ, այլ իշխանությունների, տիրակալությունների, այս խավարի աշխարհի կառավարիչների, երկնքի վերի վայրերի չար հոգիների դեմ։ Մեր պայքարը ավելին է, քան ֆիզիկական։ Այն հոգոր է, հետաբար մենք պետք է օգտագործենք հոգոր զենք։ Հայ առաքելական եկեղեցին միշտ ճանաչել է այս իրականությունը։ Մեր նախնիները աղոթել են, ծոմապահել են հոգոր կռիվ են մղել մութ ուժերի դեմ։ Եվ նրանք հաղթել են։ Այսօր մենք շարունակում ենք այդ ավանդույթը։ Մենք կկանգնենք, կակռվենք, կհաղթենք Հիսուս Քրիստոսի անունով։ Եկեք սկսենք Սաղմոս 144-ով, որը պատերազմական սաղմոս է։ Օրհնյալ է Տերը, իմ ժայռը, ով իմ ձեռքերը սովորեցնում է պատերազմել իմ մատներին, կռվել։ Իմ ողորմածությունն ու իմ բերդը, իմ բարձր ամրոցն ու իմ փրկիչը, իմ վահանը նա, որին ապավինեցի, ով իմ ժողովրդին իմ տակ դնում է։ Աստված ուսուցանում է մեզ կռվելու։ Նա մեր ուսուցիչն է, մեր մարզիչն է, մեր հրամանատարը։ Մենք չենք մտնում այս պատերազմը անպատրաստ։ Մենք մտնում ենք սովորեցնված, ապահովագրված պատրաստված Տիրոջ կողմից։ Նա մեր վահանն է, մեր պաշտպանությունը, մեր ուժը։ Տեր, ինչ է մարդը, որ նրան ճանաչես, կամ մարդու որդին, որ նրա մասին մտածես։ Մարդը նման է շնչին, նրա օրերը անցնող ստվերի։ Տեր, քո երկինքները խոնարեցրու իջիր, լեռներին դիպիր, նրանք ծուխ կհանեն։ Երբ մենք կանչում ենք Աստծուն, երբ մենք աղոթում ենք, նա իջնում է։ Երկինքը բացվում է, Աստվածը միջամտում է մեր իրավիճակին։ Լեռները սկսում են ծխել նրա ներկայությունից։ Սա նշանակում է, որ մեր խնդիրները, որոնք լեռների պես մեծ էին թվում, սկսում են հալվել Աստծո ներկայության կրակից։ Փայլեցրու կայծակցրիր նրանց, կացքիր քո նետերը խռովեցրու նրանց։ Երկարեցրու քո ձեռքը բարձրից, ազատագրիր ինձ, փրկիր ինձ մեծ ջրերից, օտարների ձեռքից։ Աստված օտարների ձե։ Փրկից մեզ փրկում է։ Ո՞վ են այս օտարները։ Սրանք են մեր իսկական թշնամիները, դա այն ուժերը, որոնք փորձում են մեզ ոչնչացնել։ Բայց երբ Աստված երկարեցնում է իր ձեռքը, երբ նա միջամտում է, ոչ մի թշնամի չի կարող կանգնել նրա առաջ։ Շարունակենք Սաղմոս 60-ով։ Աստված, դու մերժել ես մեզ, դու մեզ ցրել ես, դու բարկացել ես, վերադարձրու մեզ։ Դու սարսել ես երկիրը, դու այն ճեղքել ես, բժշկիր նրա կոտրվածքները, որովհետ նա սասանում է։ Դու քո ժողովրդին ցույց տվիր կոշտ բաներ, դու մեզ տվիր խմելու մեղդի գինի։ Կան ժամանակներ, երբ Աստված թույլ է տալիս մեզ անցնել դժվարությունների միջով։ Սրանք փորձություններ են, որոնք ուժեղացնում պատրաստում են մեզ ավելի մեծ օրհնությունների համար։ Բայց նույնիսկ այդ ժամանակներում Աստված մեզ հետ է, նա կբժշկի մեր կոտրվածքները։ Քո ճշմարտությունից վախեցողների համար դրոշ ցույց տվիր, որպեսզի բարձրացվի։ Որպեսզի փրկվեն քո սիրելիները, փրկիր քո աջ ձեռքով պատասխանիր ինձ։ Աստված խոսեց իր սրբության մեջ։ Ես կուրախանամ, Սիքեմը կբաժանեմ, Սուքովթի հովիտը կչափեմ։ Իմն է Գաղաադը, իմն է Մանասեն, Եփրեմը իմ գլխի պաշտպանությունն է, Հուդան իմ օրենսդիրն է։ Աստված հայտարարում է իր տիրապետությունը։ Ամեն ինչ պատկանում է նրան։ Երբ մենք կռվում ենք հոգոր պատերազմում, մենք պետք է հիշենք, որ ամեն տարածք, ամեն իրավիճակ, ամեն խնդիր Աստծո տիրապետության տակ է։ Մենք չենք կռվում տարածք ձեռք բերելու համար, մենք կռվում ենք Աստծո արդեն հայտարարված հաղթանակը դրսևորելու համար։ Ով ինձ բերդավոր քաղաք կտանի, ով ինձ Եդոմ կտանի։ Չէ։ Որ դու, Աստված, մեզ մերժել ես չես ելնում, Աստված, մեր բանակների հետ։ Տուր մեզ օգնություն նեղության դեմ, քանի որ մարդկային փրկությունը սնապարծ է։ Աստծով մենք հզոր գործեր կանենք, նա կտրորի մեր թշնամիներին։ Աստծով մենք հզոր գործեր կանենք։ Սա մեր հավատարարությունն է։ Ոչ թե մեր սեփական ուժով, ոչ թե մեր իմաստությամբ, այլ Աստծով։
Երբ մենք վստահում ենք Նրան, երբ մենք ապավինում ենք Նրան, մենք կարող ենք անել այն, ինչ անհնար է թվում։ Եթե դուք այս պահին զգում եք, որ պատերազմում եք դժվար պայքար, եթե զգում եք հոգնածություն, խնդրում եմ, մի հանձնվեք։ Գրեցեք «Ես չեմ հանձնվի» մեկնաբանություններում, այդ հայտարարությունը կտա ձեզ նոր ուժ շարունակելու համար։ Եկեք կարդանք Սաղմոս 108-ից։ Աստված, մի լռիր իմ փառաբանության առաջ, որովհետև չարի բերանն ու նենգավորի բերանը բացվել են իմ վրա, խոսել են ինձ հետ սուտ լեզվով։ Ատելության խոսքերով շրջապատել են ինձ առանց պատճառի, ինձ դեմ կռվել են։ Իմ սիրո փոխարեն նրանք ինձ թշնամաբար են եղել, իսկ ես աղոթում էի։ Երբ մարդիկ մեր դեմ են խոսում, երբ նրանք սուտ են տարածում, երբ նրանք առանց պատճառի մեր դեմ են կռվում, մեր պատասխանը պետք է լինի աղոթքը։ Ոչ թե վրեժխնդրությունը, ոչ թե ատելությունը, այլ աղոթքը։ Աղոթքը մեր ամենաուժեղ զենքն է։ Նա կատարիր բարիքի փոխարեն չարը, իմ սիրո փոխարեն ատելությունը։ Նշանակիր նրա վրա չար մարդ, մեղադրող թող կանգնի նրա աջ կողմում։ Երբ նա դատվի, թող մեղավոր ելնի, նրա աղոթքը թող մեղք լինի։ Երբ մարդիկ չար են լինում մեզ հանդեպ, Աստված տեսնում է։ Երբ նրանք մեզ անարդարացի վերաբերմունք են ցուցաբերում, Աստված գրառում է։ Մենք չպետք է վրեժ լուծենք։ Մենք պետք է վստահենք Աստծո արդարադատությանը։ Նա կբերի արդարություն իր ժամանակին, իր ճանապարհով։ Բայց ես, Տեր Աստված, արա ինձ հետ քո անվան համար, որովհետև քո ողորմածությունը բարի է, փրկիր ինձ։ Որովհետև աղքատ կարոտ եմ ես, իմ սիրտը վիրավորված է իմ մեջ։ Երբ մենք աղքատ կարոտ ենք, երբ մեր սիրտը վիրավորված է, մենք կարող ենք գալ Աստծո առաջ։ Մենք կարող ենք խնդրել նրա օգնությունը, նա կլսի։ Նա կբերի մխիտարություն, բժշկում փրկություն։ Շարունակենք Սաղմոս 20-ով։ Տերը քեզ պատասխանի նեղության օրը, Հակոբի Աստծո անունը քեզ պաշտպանի։ Նա իր սրբարանից քեզ օգնություն ուղարկի, Սիոնից քեզ հաստատի։ Հիշի քո բոլոր զոհաբերությունները, քո ողջակեզը ընդունի։ Դա քեզ քո սրտի ցանկությունը կատարի քո բոլոր խորհուրդները։ Աստված պատասխանում է նեղության օրը։ Երբ մենք ամենաշատն ենք կարիք ունենում նրա, նա այնտեղ է։ Նա ուղարկում է օգնություն, տալիս ուժ կատարում մեր սրտի ցանկությունները։ Բայց նկատեք, սա պահանջում է, որ մենք զոհաբերություններ ենք անում, որ մենք հավատարիմ ենք լինում։ Մենք կուրախանանք քո փրկությամբ, մեր Աստծո անունով կբարձրացնենք դրոշ։ Տերը կկատարի քո բոլոր խնդրանքները։ Հիմա գիտեմ, որ Տերը փրկում է իր օծյալին, նա նրան պատասխանում է իր սուրբ երկնքից իր աջ ձեռքի փրկության հզորությամբ։ Հաղթանակը վստահ է։ Երբ Աստված մեզ հետ է, երբ մենք ապրում ենք նրա կամքի մեջ, հաղթանակը երաշխավորված է։ Ոչ թե որովհետև մենք հզոր ենք, այլ որովհետև մեր Աստվածը հզոր է։ Ոմանք հավատում են կառքերի վրա, ոմանք ձիերի, բայց մենք մեր Տեր Աստծո անունը կհիշենք։ Նրանք խոնարհվել ընկել են, բայց մենք վեր ենք կանգնել, ուղիղ ենք կանգնել։ Տեր, փրկիր թագավորին, պատասխանիր մեզ, երբ կանչենք։ Մեր վստահությունը չէ զինվորական ուժի վրա, ոչ էլ տնտեսական հզորության վրա։ Մեր վստահությունը Տիրոջ անվան վրա է։ Այլոք կարող են ընկնել, բայց մենք կվերելենք։ Այլոք կարող են պարտվել, բայց մենք կհաղթենք։ Եկեք այժմ կարդանք Սաղմոս 149-ը, որը կանչ է Աստծո ժողովրդին փառաբանելու կռվելու համար։ Երգեցեք Տիրոջը նոր երգ, նրա փառաբանությունը սրբերի ժողովում։ Թող Իսրայելը ուրախանա իր արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց թագավորով։ Թող փառաբանեն նրա անունը բարով, թմբուկով, քնարով թող երգեն նրան։ Մենք փառաբանում ենք Տիրոջը նույնիսկ պատերազմի ժամանակ։ Փառաբանությունը մեր հոգոր զենքերից մեկն է։ Երբ մենք փառաբանում ենք, մենք հայտարարում ենք Աստծո հաղթանակը։ Մենք բարձրացնում ենք նրա անունը, խոնարհեցնում մեր թշնամիներին։ Որովհետև Տերը հաճո է իր ժողովրդին, խոնարհներին կպսակի փրկությամբ։ Թող սրբերը ցնծան փառքի մեջ, թող երգեն իրենց մահիճներում։ Աստծո բարձր փառաբանություններ նրանց կոկորդում, երկսայր սուր նրանց ձեռքում։ Աստծո փառաբանությունը մեր բերանում, երկսայր սուրը մեր ձեռքում։ Սա նշանակում է, որ մենք միաժամանակ երկու բան ենք անում, երգում ենք, կռվում ենք։ Մենք փառաբանում ենք Աստծուն մեր բերաններով, կռվում ենք հոգոր պատերազմում նրա խոսքով։ Վրեժխնդրություն անելու ազգերի վրա, պատժել ժողովուրդներին, կապել նրանց թագավորներին շղթաներով, նրանց ազնվականներին երկաթե կապանքներով, կատարել նրանց վրա գրված դատաստանը։ Սա փառք է նրա բոլոր սրբերի համար։ Հալելույա։
Աստված մեզ տվել է իշխանություն հոգոր թշնամիների վրա։ Մենք կարող ենք կապել չար ուժերը, մենք կարող ենք կատարել Աստծո դատաստանը։ Սա ոչ թե ֆիզիկական բռնություն է, այլ հոգոր իշխանություն, տրված մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Վերջապես, եկեք կարդանք Սաղմոս 18-ից մի հատված։ Տերը իմ ժայռն է, իմ բերդն ու իմ փրկիչը, իմ Աստվածը, իմ ուժը, որին կապավինեմ։ Ես կանչեցի փառաբանելի Տիրոջը, փրկվեցի իմ թշնամիներից։ Նա իջավ երկնքից ինձ վերցրեց, հանեց ինձ բազմաթիվ ջրերից։ Նա ինձ փրկեց իմ հզոր թշնամուց նրանցից, ովքեր ատում էին ինձ, որովհետև նրանք ավելի ուժեղ էին, քան ես։ Երբ մեր թշնամիները ավելի ուժեղ են, քան մենք, երբ մենք չենք կարող մենակ հաղթել, Աստված իջնում է մեզ փրկում։ Նա մեզ վերցնում է բարձրության, որտեղ մեր թշնամիները չեն կարող հասնել։ Նա մեզ փրկում է, մեզ հաղթանակ է տալիս։ Նրանք ինձ պատահեցին իմ աղետի օրը, բայց Տերը եղավ իմ հենարանը։ Նա ինձ բացված տեղ հանեց, ինձ ազատագրեց, որովհետև հաճո էր ինձանից։ Տերը ինձ վարձատրեց իմ արդարության համար, իմ ձեռքերի մաքրության համար ինձ հատուցեց։ Աստված մեզ հետ է մեր աղետի օրը։ Նա մեր հենարանն է, մեր ապավենը, մեր ուժը։ Երբ ամեն ինչ փլվում է, նա կանգուն է մնում։ Երբ բոլորը մեզ լքում են, նա մեզ հետ է մնում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ավարտելով այս հոգոր պատերազմի աղոթքը, ես ուզում եմ, որ դուք հիշեք, մենք արդեն հաղթողներ ենք։ Հիսուս Քրիստոսը արդեն հաղթել է խաչի վրա։ Սատանան արդեն պարտված է։ Մեր գործը ոչ թե հաղթանակ ձեռք բերելն է, այլ այդ հաղթանակը դրսևորելն է մեր կյանքում։ Կանգնեցեք ամուր։ Կրվեցեք հավատքով։ Աղոթեցեք անդադար։ Եվ իմացեք, որ զորությունների Տերը ձեզ հետ է, դուք անպարտելի եք նրա մեջ։ Ես հայտարարում եմ ձեր վրա հաղթանակը Հիսուս Քրիստոսի անունով։ Ես հայտարարում եմ, որ ամեն շղթա կոտրվում է, ամեն բերդ քանդվում է, ամեն թշնամի փախչում է ձեր առաջից։ Դուք ավելին, քան հաղթողներ եք նրա միջոցով, ով սիրել է ձեզ։ Ամեն, ամեն։